բացել, ի վերջո կյանքի կկոչվի։ Կարող եք հայտնել դրա վերաբերյալ կա արդեն հստակ ինչ-որ ժամկետ, որ իսկապես դա տեղի կունենա։ Դուք ճիշտ եք, որ թուրքական կողմը վերականգնում է Ալիջան անցակետը, եւ ովքեր որ չգիտեն, Ալիջանը այսինքն մեր կողմից Մարգարայի անցակետն է, իրենց կողմից Ալիջանի, ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, թույլ տվեք հիմա բան չասեմ, երբ որ ժամանակը գա, պատշաճ կերպով կտեղեկացնեմ։ Բայց նույնիսկ ժամկետները ես թույլ տվեք հիմա բան չասեմ, որովհետեւ ես ուզում եմ հայտնել որևէ բան, երբ որ դա տեղի ունենա։ Այսինքն կա պայմանավորվածություն, որ պայմանավորվածությունը 2000, չէ, պայմանավորվածություն կա դեռ 2022 թվականից, որ պետք է երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համասահման բացվի, այլ բան հիմա թույլ տվեք չասեմ, երբ որ ժամանակը։ Լավ, մի հարց ժամկետների մասով չէ, բայց ազդակները կամ գործընթացը գնում է դեպի արագ այդ հարցի կարգավորման, այսինքն միայն կասեմ այն, որ հրապարակային է եւ տեսել եք, որ թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը։ Պարոն Ռուբինյան, ինչպես եք վերաբերվում կամ ինչպես եք գնահատում այն լավ ասես։ Հա, եկեք։ Էրդողանը ասում էր, որ տարվա սկիզբ 2026 թվականի սկզբում խորհրդանշական քայլեր են լինելու, դուք այս տրամաբանության մեջ եք տեսնում եւ ավելին չպետք է սպասել Սավանների ես ուղղակի հիմա չեմ ուզում այս թեմայով շատ բան ասել, ոչ թե որովհետեւ ինչ որ թաքցնելու բան ունեմ կամ չեմ ուզում ձեզ ինֆորմացիա տալ, այլ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է սպասել ինչ որ բան լինի, այդ ժամանակ հայտարարել։ Ես չեմ ուզում որևէ կերպ գործընթացներին վնաս տալ։ Մի րոպե թեման քայլերի մեջ մտնում եք գերիների վերադարձը։ Գերիների վերադարձը Ադրբեջանից է։ Պարոն Ռուբինյան, իսկ հնարավոր է երրորդ երկրների հետ սահմանի բացումը զուգորդվի առհասարակ հայ-թուրքական սահմանի բացմամբ, թե ամեն դեպքում այս process-ը ենթադրվում է կամ տրամաբանությունը շարունակվելու է այս փուլային տարբերակով բանակցություններից։ Մեր դիրքորոշումը մշտապես այն է եղել, որ մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ հենց վաղը եւ հաստատված դիվանագիտական հարաբերությունները հենց վաղ է եւ այս առումով մեր դիրքորոշման մեջ բան չի փոխվել, բայց այնուամենայնիվ մենք ունենք նաեւ հստակ պայմանավորվածություն 2022 թվականին ձեռք բերված երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանձնագրեր կրող անձանց համասահման բացվելու վերաբերյալ եւ հույս ունենք, որ շուտապույտ Ես նկատի ունեի բանակցային թեմայով ես իստում եմ բավարար պատասխան։ Պարոն Ռուբինյան, դուք որ ասում եք այս պահին չխոսեք, այսինքն ես նկատների Թուրքիայի հետ կա պայմանավորվածություն, որ չէ, մի րոպե լսեք մինչև այդ, որ սահմանը որ օրը բացի, հենց այդ օրը միաժամանակ անեք հայտարարություն։ Չէ, նման տեխնիկական քննարկում չի եղել։ Իսկ ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին, որ Թուրքիայից ամեն դեպքում շարունակում են կապել երկու process-ները, հայ-ադրբեջանական ամբողջական կարգավորումը, հայ-թուրքականի հետ։ Սա շարունակում է նշանակել, որ ամեն դեպքում վերջնական բացումը հայ-թուրքական սահմանի զուգորդվելու է հայ-ադրբեջանական ամբողջական կարգավորումը։ Այդ առումով եւս մեր դիրքորոշման մեջ բան չի փոխվել, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Հայաստան-Ադրբեջան գործընթացը տարբեր գործընթացներ են, բայց բնականաբար քանի որ նույն տարածաշրջանում են, կարող են փոխազդել միմյանց վրա եւ մենք կարծում ենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթաց է, ոչ միայն չի վնասի Հայաստան-Ադրբեջան գործընթացին, այլ նաեւ կօգնի եւ նոր ազդակ կտա։ Բացի դա, չենք կարող նաեւ չնկատել, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա օգոստոսի 8-ի հռչակագիրը խաղաղության վերաբերյալ երկաթգծի առնվազն մասնակի ապաշրջափակումը եւ այսպես շարունակ եւ ընդհանուր առմամբ կարծում եմ գործընթացները բոլորը դրական ուղղությամբ են գնում եւ որոշ արդյունքներ արդեն տեսնում ենք եւ որոշ արդյունքներ կտեսնենք։ Իսկ դա նպաստեց պարոն Ռուբինյան, որ Թուրքիան սկսի քայլեր անել, այսինքն հայ-ադրբեջանական կարգավորումը նպաստեց, որ թուրքական կողմն էլ սկսի տեղից շարժել են process-ը, որ արդեն 3 տարից ավելի չեմ կարող ասել, կարևորն այն է, որ ամեն ինչ առաջ շարժվում։ Պարոն Ռուբինյան, Իրանում տեղի ունեցող որ սցենարի դեպքում մի հատ հարցնեմ դրա շարունակելու։ Իրանում տեղի ունեցող գործընթացների ո՞ր սցենարի դեպքում կարող է Իրանում հիմա տեղի ունեցողի հետ կապված ո՞ր սցենարի դեպքում ձեր